Առաջիկայում կհայտարարվի Գորիում տեղի ունեցած բռնության կապակցությամբ ձերբակալված ոստիկանների մեղադրական եզրակացությունը։ Ոմանք տեղափոխվել են Թբիլիսի Դիղոմիի կալանավայր, իսկ ոմանք մնում են Խաշուրիում։ Դատախազությունը ձերբակալել է ընդամենը 6 անձի։ Մեղադրվում են ոստիկանության աշխատանքային լիազորությունների չարաշահման մեջ։ Գործը վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեսագրություններին, որոնցում մի քանի ոստիկան ծեծի են ենթարկում քաղաքացուն։ Դատախազության տվյալներով բռնությունը հանգեցրել է տուժողի իրավունքների էական խախտում և նրա առողջությանը վնաս հասցնել։ Հանցագործությունը նախատեսում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։ Տուժողի փաստաբան Պապունա Լոցուլաշվիլին պահանջում է վերավորակավորել մեղադրանքները խոշտանգումների հոդվածով։ Շահերի պաշտպանը պետք է ձերբակալել նաև միջադեպին ներգրավված այլ անձանց։ Տուժողի ընտանիքի անդամները նույնպես հայտարարություն են տարածել։ Պապունա Լոցուլաշվիլին ունի արտաքին վնասվածքներ և կողոսկրի կոտրվածք։ Վերջինս գիշերը լքել է կլինիկան։ Վիվալդիի տնօրենի խոսքով տուժողը ինքն է դիմել հիվանդանոց, կատարվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, զննել է վնասվածքաբանը և նյարդաբանը, նկատվել են մակերեսային վնասվածքներ, որոնք չեն պահանջել ստացիոնար բուժում։ Մեկնարկվում է թիվ 1 գինու գործարանի հատուկ պահեստում պահվող ալկոհոլային խմիչքների եզակի հավաքածուի ուսումնասիրությունը։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով պետական գույքի ազգային գործակալությունը գինու էնոտեկան փոխանցել է գինու ազգային գործակալությանը անվճար և անժամկետ օգտագործման իրավունքով։ Եզակի էնոտեկայի բացումը և դրա ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս վրացական գինուն կրկին դուրս գալ միջազգային ուշադրության ասպարեզ, իսկ ներկայացված նմուշները որպես լոտ հայտնվել աշխարհի խոշոր աճուրդների տաղավարներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թուրքիերի հետ։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը հիմնված տարածաշրջանային ընդհանուր շահերի վրա։ Ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը և նշվել, որ Թուրքիան Վրաստանի առաջատար առևտրային գործընկերն է։ Կողմերը քննարկել են միջին միջանցքի և համատեղ տարածաշրջանային նախագծերի զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։ Վրաց եկեղեցին նշում է Դավիթ Գարեջիի հիշատակի օրը։ Տոնի առթիվ շիո 3-րդ պատրիարքը այցելել է Դավիթ Գարեջիի վանք։ Հանդիսավոր պատարագը մատուցել է Սագարեջոյի և Նինո Ծմինդայի arczepiskopոսը, ապա պատարագը կատարել է աղոթքի արարողություն։ Դավիթ Գարեջին 13 ասորի հայրերից մեկն է, որոնք 6-րդ դարում ժամանել են Վրաստան և հիմք են դրել վանական կյանքին։ Պատարագին մասնակցել են տեղացիներ և Վրաստանի ծխականներ տարբեր շրջաններից։ Պատարագի ավարտից հետո շիո 3-րդը օրհնել է ծխականներին և նրանց բաժանել սրբապատկերներ։ Այսօր խորհրդարանում լսեցին կրթության և գիտության նախարարին հարցաքննության ձևաչափով։ Նիստը անցավ աղմկահարույց մթնոլորտում։ Գիվի Միքնաձեն պատասխանեց Գյորգի Գախարյայի թիմի 44 հարցերին բարձրագույն և ընդհանուր կրոնական գործերի բարեփոխումների վերաբերյալ։ Խորհրդարանական ամբիոնից նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ պետական համալսարաններում կրթությունը կլինի անվճար։ 3-ամյա բակալավրի աստիճանի համակարգին անցնելու ընթացակարգը կավարտվի մինչև սեպտեմբեր, իսկ հաստատությունները աստիճանաբար կանցնեն նոր ֆինանսական մոդելի՝ սկսած այս տարվանից։ Նրա խոսքով պետական համալսարանների ինքնավարությունն ապահովված է և համալսարանները իրենք են որոշում հաստատություններում կադրային և աշխատավարձային քաղաքականությունը։ Նախարարի խոսքով դիմորդների համար տեղեկագրի ուշացումը խնդիր չէ և գրանցումը չի հետաձգվել։ Շեշտը դրվեց ընդհանուր կրթության ուղղությամբ նախատեսված նորամուծությունների վրա, այդ թվում դպրոցական համազգեստի և նոր դասագրքերի։
Արտաքին գործերի նախարարության կազմում կստեղծվի դիվանագիտական ակադեմիա։ Խորհրդարանում փոփոխությունը քննարկվել է արագացված կարգով եւ հաստատվել 75 ձայնով։ Ակադեմիան կստանա բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ եւ կիրականացվի ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի ծրագրեր, ինչպես նաեւ որակավորման բարձրացման մեկամյա դասընթաց։ Արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է 2027 ուսումնական տարվանից սկսած ընդհանուր դիվանագիտական ակադեմիա։ Բակալավրիտում կընդունվի 70 ուսանող, իսկ մագիստրատուրայում 50։ Միխայիլ Սաակաշվիլին լիովին գոհ չէ մայիսի 26-ին կայացած բողոքի ցույցից։ Նախկին նախագահը այս մասին գրառում է սոցիալական ցանցում։ Երեկվա շատ մեծամասշտաբ ցույցը, որի մարդիկ մասնակցեցին, նոր կյանք տվեց մեր ընդհանուր դիմադրության շարժմանը՝ ի պաշտպանություն Վրաստանի անկախության եւ վրացիների ազատության։ Իհարկե, անհրաժեշտ է ավելի լավ կազմակերպություն, անհրաժեշտ է ավելի շատ պայքար, բայց բռնապետության փորձը սերմանել նիհիլիզմ եւ հաստատել համընդհանուր վախ երեկ ճախճախվեց։ Երեկվա օրը նաեւ իմաստության դաս էր այն քաղաքական գործիչների համար, ովքեր բոյկոտեցին բողոքի ակցիան։ Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան, ինչպես նաեւ կազմակերպիչներին եւ նախաձեռնողներին։ Մեծ շնորհակալություն նրանք, ովքեր եկան իմ եւ այլ քաղբանտարկյալների նկարներով եւ այն ելույթ ունեցողներին, ովքեր պահանջեցին քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Մենք ցույց տվեցինք, որ երբ մենք միասին ենք, մենք շատ ենք, երբ շատ ենք, նրանք չեն կարող խանգարել մեզ։ Վրաստանը դեռ չի մահացել, ընդհակառակը այն ուժ է հավաքում եւ կրկին ոտքի կկանգնի, գրառել է Սահակաշվիլին։ Ընդդիմադիր դաշինքի անդամներ Նիկա Գվարամյան, Զուրաբ Գիրչիջափարիձեն եւ Գիգա Լեմոնջավան հանդիպել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Դաշինքի անդամների խոսքով նրանք քննարկել են Վրաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ երկրի տնտեսական իրավիճակը։ Նրանց խոսքով զրույցը նաեւ անդրադարձել է ապագա նավերին։ Նրանք նշենք, որ սա ԱՄՆ-ի պետդեպարտամենտի երկրորդ այցն է Թբիլիսի, պատվիրակությունը ժամանել է մայիսի 24-ին եւ կմնա մինչեւ մայիսի 29-ը։ Նրանք արդեն հանդիպումներ են ունեցել վարչապետի եւ նախարարների կաբինետի անդամների հետ։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 11 ներկայացուցիչ նույնպես եղել է Պատրիարքարանում, քննարկում է տեղի ունեցել Շիո 3-րդ պատրիարքի հետ։ Զրույցին մասնակցել են նաև ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Փրսելը։ Պատվիրակության անդամները շնորհավորել են վրացի եկեղեցու ղեկավարին պատրիարքի պաշտոնում գահակալության կապակցությամբ։ Շիո 3-րդը հրավիրել է պատվիրակությանը Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել են Սուրբ Սինոդի անդամներ եւ այլ հոգեվորականներ։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները եղել են Պատրիարքարանում, քննարկում է տեղի ունեցել Շիո 3-րդ պատրիարքի հետ։ Զրույցին մասնակցել են նաև ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Փրսելը։ Պատվիրակության անդամները շնորհավորել են վրաց եկեղեցու ղեկավարին պատրիարքի պաշտոնում գահակալության կապակցությամբ։ Շիո 3-րդը հրավիրել է պատվիրակությանը Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել է Սուրբ Սինոդի անդամներ եւ այլ հոգեվորականներ։ Բակուրյանիում ակտիվորեն ընթանում է 400 աշակերտի համար նախատեսված հանրային դպրոցի շինարարությունը, իսկ 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի նախագիծը գտնվում է ավարտական փուլում։ Կրթական հաստատությունը կառուցվում է նախկին հանրային դպրոցի տարածքում եւ ներառում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող դասասենյակներ, լաբորատորիա, սպորտային եւ սննդի տարածքներ։ Նախատեսվում է մարզադաշտի կազմակերպում եւ աշակերտների կարիքներին համապատասխան ենթակառուցվածքների զարգացում։ Դասասենյակներից բացի մանկապարտեզն ունի նաև ննջասենյակներ, վարչական, բժշկական եւ խոհանոցային մասնաշենք։ Կազմակերպվել են նաև ներքին եւ արտաքին խաղահրապարակներ, ինչպես նաև հանգստի գոտի։